Մենք պատրաստ ենք 3 հոգի լիազորված անձ, եթե կա, ներս անցնենք, մանրամասն քննարկենք, էլ ինչա կատարվել։ Մենք ամենայն պատրաստակամությամբ ձեզ կներկայացնենք դեպքի բոլոր հանգամանքները, որպեսզի դուք իրազեկ լինեք, թե ինչ տիպի ապօրինություններ են տեղի ունենում Նարեկ Սամսոնյանի նկատմամբ եւ ինչ հրատապություն ունի հարցը, որ մենք այսօր այստեղ ենք արձանագրելու, որ 11 օրվա լռությունը ամեն օրը մարդու կյանքից ամեն մի օր չի խլում, մի տարի է խլում։ Ես խորհրդական եմ Պաշտպանի հանրային կապերի պատասխանատուն Արթուր Ասլանյան։ Հակաները ես ուղղակի իրազեկված չեմ նայեք դեպքի մանրամասն։ Հարգելիներ, ես դրա համար նշեցի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում որևէ դիմում բողոք չի ստացվել նշված դեպքի առնչությամբ, բայց այնուամենայնիվ մարդու իրավունքների պաշտպանի սեփական կներեք նախաձեռնությամբ իրականացվել են աշխատանքներ։ Աշխատանքներ կմանրամասնեք, եթե որևէ այց չի եղել։ Ներողություն եմ խնդրում, ես քանի որ ինքս ինֆորմացիան չեմ տիրապետում, դրա համար ասում եմ, եթե հնարավոր է 3-4 անձ լիազորված ներս համենան եւ աշխատակազմում կներկայացվի։ Կներեք, եթե դուք որևէ փաստաթուղթ չեք պահանջել, կոնտակտի դուրս չեք եկել այս մարդկանց հետ։ Տիկին Բադոյան, ներողություն եմ խնդրում, ինչպես ընդամենը վարքյաններ առաջ ես նշեցի, որ չնայած դիմում բողոք չենք ստացել, բայց մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ իրականացվել են աշխատանքներ, դա է ենթադրում, որ աշխատանքներ տվյալ պարագայում նայեք, քանի որ ես ինքս անձամբ չեմ զբաղվում այդ աշխատանքով, ես մանրամասներին չեմ տիրապետում եւ չեմ կարող ներկայացնել։ Այդ նպատակով մենք հրավիրում ենք 3-4 հոգի լիազորված անձ, որպեսզի աշխատակազմի ներկայացուցիչները, որոնք որ իրազեկված են, այսինքն աշխատանքի մանրամասներից ներկայացնեն եւ նաեւ քննարկում անցկացնեն, թե ինչ կարելի է անել։ Կանկալում, որ եթե այս ակցիան չլիներ, դուք էլի շարունակելու եք լուր հետևել փոխանցման։ Տիկին Բադոյան, կներեք, ես 3-րդ անգամ կրկնեմ։ Չի ենթադրում։ Ախր դուք չեք լսում ինձ, Տիկին Բադոյան, ես ասում եմ, որ չնայած դիմում բողոք չենք ստացել, բայց այնուամենայնիվ աշխատանքներ իրականացվել է եւ այստեղ մեկ կարեւոր հանգամանք եւս կա, որ խոսքը գնում է նաեւ բժշկական գաղտնիքի մասին։ Դուք ինչպես եք կարծում, բժշկական գաղտնիքը պետք է հրապարակել։ Ձեր աշխատանքների մասին պետք է հրապարակել։ Դե ես էլ դրա համար ասում եմ, հարգելիներ, ես իմ առաջարկը արեցի, եթե 3-4 հոգի թույլ կտակ շարունակեմ։ Ես միայն արձագանքեմ, որ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ընդունված պրակտիկա է, որ հրապարակային իրադարձություններին, որոնք ուղիղ առնչվում են մարդու կյանքին եւ առողջությանը եւ մարդու իրավունքների խախտմանը եւ դրա մասին բարձրաձայնվում է, մարդու իրավունքների պաշտպանը լիազորություն ունի իր նախաձեռնությամբ գործընթաց սկսել, հետևել գործընթացին, տեղ հասցնել, զեկույցներ հրապարակել։ Ես լրացում անեմ, եթե թույլ տաք, Աստղիկ ջան ասեցիք, Աստղիկ ջան, նայեք, ինչպես ես քիչ առաջ նշեցի, մենք իրար կարծես չենք լսում, էլի ուղղակի, հա, մենք նշում ենք, որ բողոք դիմում առնվազն չենք ստացել, հա, բայց մենք աշխատանքներ իրականացրել ենք, որոնց մանրամասների վերաբերյալ, այսինքն իմ առաջարկը կայանում էր նրանում, որ հանդիպենք, քննարկենք, եթե համաձայնենք։ Այստեղ խորհրդանշական ակցիա էր իրականացվում, ինչու հավաքեցիք։ Ում հրահանգով հավաքվեց այդ սնունդը։ Անկեղծ չեմ տեսել ուղղակի, հա, չեմ կարող էլի ասել։ Գիտեք, որ հացադուլ է հայտարարել եւ այստեղ խորհրդանշական ակցիա։ Արփի ջան, չեմ կարող պատասխանել, այս բանին չեմ կարող։ Ժողովուրդ ջան, եթե մենք հիմա խոսում ենք այսքան բուն ակցիայի նպատակի համար, ինչ նպատակով եկել եք, մենք հրավիրում ենք ներս, որպեսզի որ գործառնական Հարգելի գործընկերներ, շնորհակալություն, հարգելի գործընկերներ, մենք ինչպես ես մինչև պարոն Ասլանյանի ներքևիչնելը ես իմ խոսքում արդեն ասել էի, որ եթե մեզ հրավիրեն ներս, մենք պատրաստ ենք բարձրանալ եւ դեպքի մանրամասները ներկայացնել, որովհետեւ մենք ունենք հրատապության խնդիր, մեր գործընկերոջին պաշտպանյալ Նարեկ Սամսոնյանի կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում եւ ամեն րոպեն, ամեն ժամը նրա կյանքից մի քանի տարի է խլում։ Հարցը իսկապես հրատապություն ունի եւ մենք անելու ենք, ինչպես ասացի, մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի նրա կյանքի եւ առողջությանը սպառնացող վտանգը օր առաջ կանխվի եւ նա տեղափոխվի բուժհաստատություն։ Մեր առաջնային խնդիրը դա է, մենք հիմա մեր անձնակազմով կբարձրանանք եւ կզրուցենք, որից հետո նաեւ կտեղեկացնենք մանրամասների մասին ձեզ։ Շնորհակալություն շատ մեր ակցիան լուսաբանելու համար, մենք գնանք ներս, որից հետո արդեն կխոսենք, թե ինչ է տեղի ունեցել ներսում։ Շնորհակալություն։ Ժորժան մենակ մի բան էլի խնդրենք մարդկանց դարձին
ոչնդոտել, եթե հնարավոր է այնպես կանգնենք։ Չէ։ Ժողովուրդ ջան, հարցրեցիք, ես էլ պատասխանում եմ, որ ոչ։